Այս շրջանում դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներգրավված չէ հեռուստատեսային նախագծերում կամ ֆիլմերում, փոխարենը ակտիվ է սոցիալական հարթակներում և հետևորդներին պարբերաբար տեղեկացնում է իր աշխատանքային գործունեության մասին, ակնարկելով, որ նոր նախագծեր են սպասվում։ Հերթական հրապարակմամբ, սակայն, Իննան ցույց էր տվել, թե ինչպես է կազմակերպել իր հերթական օրը։ Նա գնացել էր ներկայացում դիտելու, որի գլխավոր դերերում էին Հայկ Դարփինյանն ու Էմմա Մկրտչյանը։ «Այ քեզ հարսանիք», գրել էր Իննան՝ նկատի ունենալով ներկայացման կոնտեքստը։ Դեռ 2017 թվականից համացանցում շրջանառվում էր Իննա Խոջամիրյան – Հայկ Պետրոսյան զույգի միությունը, տևական ժամանակ քննարկվում էր նրանց սիրավեպը, սակայն դերասանները նախընտրում էին ոչինչ չմեկնաբանել։ 2019 թվականի հունվարի 19-ին Իննա Խոջամիրյանը պաշտոնապես նշանադրվեց Հայկ Պետրոսյանի հետ, մինչև այդ հունվարի 8-ին Հայկը Թայլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել էր «Ես ասացի այո»։ Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե Հայկը, թե Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Կարճ ժամանակ անց զույգը հեռացրեց բոլոր հրապարակումները և պարզ դարձավ, որ նրանք այլևս միասին չեն։ Այժմ Հայկը ամուսնացած է և ունի մեկ դուստր։ Հայկից բաժանվելուց որոշ ժամանակ անց լուրեր էին պտտվում Իննա-Վահե Զիրոյան զույգի միջև եղած հնարավոր սիրավեպի մասին։ Այս անգամ ևս ոչինչ չէր հաստատվում, սակայն ժամանակ առ ժամանակ զույգին տեսնում էին միմյանց ուղեկցությամբ, գրկախառնություններով, ինչպես նաև իրար հետ ճամփորդելիս։ Նշենք նաև, որ նրանք համատեղ աշխատում էին միևնույն նախագծում և երբեմն համբույրի տեսարաններով էին հանդես գալիս։ Որոշ ժամանակ անց ևս այս միությունն ավարտվեց բաժանումով։ Օրեր առաջ էլ Զիրոյանը իր սիրելիի հետ ներկայացավ ֆիլմերից մեկի պրեմիերային և այդպիսով պարզ դարձավ, որ նրա սիրտը ևս զբաղված է։ Դե իսկ այժմ բոլորին հայտնի է Իննայի և երգիչ ու դերասան Գոշ Հակոբյանի սիրավեպը։ Ի տարբերություն նախկինների, զույգը համատեղ սիրառատ հրապարակումներ է անում և միայն կարճ ժամանակով փորձեց թաքցնել միությունը։ Նրանք միասին ճամփորդում են, նախագծերով են հանդես գալիս, ներկայանում են միջոցառումներին որպես զույգ։ Օրերս էլ համացանցում հայտնվում էին մեկը մյուսին հաջորդող սիրառատ ու ջերմ տեսանյութեր, որոնք հենց դերասաններն էին հրապարակում։ Վերջերս Իննան ու Գոշը հյուրընկալվել էին նաև հաղորդաշարերից մեկին, որի ընթացքում միմյանց անկեղծ ու ջերմ խոստովանություններ էին արել, ինչպես նաև հենց եթերում համբուրվել էին։ Իսկ մենք հուսով ենք, որ այս անգամ Իննայի կյանքում ամեն բան հարթ կընթանա։ Դերասանուհին խոստովանել էր, որ ինքը ժամանակին ուխտել է, երբ էլ լինի, ինքը պսակադրվելու է Ղազանչեցոցում։ Մայիսի 5-ին, երբ կյանքումս առաջին անգամ մտա Ղազանչեցոց, պատարագ էր, որը ջնջեց իմ գլխից իմ տեսած նախորդ բոլոր պատարագները բառի բուն իմաստով։ Կլանվել էի, փշաքաղվել էի, տարվել էի։ Ամենաիսկական երկխոսության մեջ եմ եղել Աստծո, տիեզերքի, ինքս իմ հետ։ Ու այդ օրվա հեքիաթի մեջ ես շատ ինքնաբուխ, բայց հստակ ուխտել եմ։ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ էլ դա լինի։ Դա երևի իմ ամենաանկեղծ երդումն ու հաստատումն էր նրա, ինչ ես զգացել ու տեսել էի ներսում։ Երբ Ղազանչեցոցը հանձնվեց, հանձնվեցի նաև ես։ Ու իմ մեջ մեռավ այն ամենը, ինչ այդ օրը զգացել, տեսել ու ինչին հավատացել էի։ Տարիների հետ միտքը մաքրող մի փոքր հույս եկավ ու ես սկսեցի հուսալ, որ մի օր նորից կակաչների խելագարության չափ սիրուն դաշտերի միջով Ստեփանակերտից կբարձրանամ Ղազանչեցոց ու նորից կսկսեմ հավատալ։ Երբ 9 օր հերքելուց ու իրականությունից փախչելուց հետո այսօր մեռավ հույսը, մեռա և ես։ Եղավ այն, ինչ եղավ, ու գրողի ծոցը իրար միս կրծող, իրար մեջ երևանցի, արցախցի ու գյումրեցի բաժանող, իրար ատող ու չար բոլոր էգոիստները։ Ես էլ եմ էգոիստ, սա էլ իմ երազանքն էր, որ էլ չկա։ Միտքս բարձրաձայն մաքրում եմ, որ շուտ վերականգնվեմ։ Ես էլ ինչով կարող եմ օգնեմ իմ հայրենակիցներին։ Փակվելու ու տանջվելու տեղ չկա։ Please.
Անձնակազմն արդեն մտավ ներս, ես 9-ան պարզվեց թռչքից առաջ, ելքի վիզա գրեթե չունի, այսինքն մատնում է ժամկետին։ Իսկ անձնագրատանը մեծ հերթ էր, դանդաղ եմ խոսում, որովհետև չեմ քնել, երևի երկու ամսում չեմ հասցրել, իսկ անձնագրատանը աշխատանքային ջերմ մթնոլորտ է։ Այո, չենք եկել եկելուց հանգստանալու, աշխատում ենք շատ ինտենսիվ, շատ լավ պրոյեկտի վրա, անակնկալներ են ձեզ սպասում։ Ես հետևից խախվում եմ։ Հայաստանյան եղանակա Ելենի օդում։ Պահել ես, լավ է, չեղ, բարած դուզ գան։ Բա։ Ինեք խորած բաչիք եմ պարկես։ Just married։ Եկիր մեզ ոնցա ես։ Para calentar para mí, desde esas metas
Հիմա եթե մենք գնում ենք այստեղ, ապա մենք գտնում ենք այստեղ, ապա պետք է քարտեզի վրա նախ առաջինը գտնել որտեղ ենք մենք։ Քամիների և անձրևների թագուհին Գերմանիայում է։ Պրահայից եկա այստեղ, Պրահայում եղանակը բացվեց, հիմա էլ անձրև ու քամի սկսեց Գերմանիայում։ Իսկ ես դեռ անձրևանոց չունեմ։ Մամ, կներես։ Ես թրջված մուկս և Դրեզդենի ամենագեղեցիկ վայրերից մեկ Ֆուխստենզագ, եթե ճիշտ եմ արտասանում կոչվում է, սա Դրեզդենի միակ կարելի ասել կետն է, ամենահին պատմական, որը համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ռմբակոծության չի ենթարկվել և գրեթե չի տուժել, որովհետև Դրեզդենում ամեն ինչ ավիրվել է ռմբակոծության ժամանակ, քաղաքը վերակառուցել են գրեթե զրոյից։ Սաքսոնների պատն է, ովքեր ամենաերկարն են կառավարել Գերմանիայում ժամանակին, եթե չեմ սխալվում, կառուցումը թվագրվում է 1900-ականներին, ինչևէ, միևնույն է չեմ կարողանալու ինչպես հարկն է պատմել, սա պետք է տեսնել, ապրել, գնամ վայելեմ։ Geöffnet sie die Gepäckfächer stets vorsichtig, damit nichts herunterfällt. Des Weiteren empfiehlt. Так, я одинокий бродяга, люби Казанова. Առաջնային նպատակը չկորել։ Մի հարց է տանջում, զուտ։ Մամաս որ ասում էր հետը զոնտիկ դնեմ տար։ Ինչի էի ասում քեզ որ մնա դու հաց ու երջիկ էլ կդնես հետս։ Կներես մամ։ Բարև։ His younger brother on the scene, Leopold II.
He was ruling here only 2 years, then died, so I suppose not enough time to present himself somehow more significant. Դրեզդենից վերադարձել եմ Պրահա, չեմ գնացել օդանավակայան։ Եկել եմ Կարլովի կամուրջ, գիտեք ինչի։ Որ կամուրջն անցնում ես ծախի վրա, այս տրդելնիկից, ուտեմ նոր գնամ։